Այո, մենք եկել ենք այսօր մեր ուխտը նորոգելու Աստծո հետ եւ ասելու մենք այստեղ մնալու քաղաք չունենք։ Մենք ուխտավորներ ենք, ժամանակավոր ենք այս կյանքի մեջ, հավատում ենք շուտով իրար հետ պետք է լինենք երկնքում, փառք մեր Տիրոջ։ Ես ուզում եմ կարդալ Աստվածաշնչից Ղուկաս ավետարանի 22-րդ գլխից։ Բաղարջակերած օրը եկավ, երբ որ պետք էր զատիկը մորթել։ Եվ Հիսուսը Պետրոսը եւ Հովհաննեսը ղրկելով ասավ. «Գացեք, պատրաստեցեք մեզի զատիկը, որպիսի ուտենք»։ Անոն կսին անոր. «Ուր կուզես, որ պատրաստենք»։ Եվ ասես նրանց. «Երբ որ քաղաք մտնեք, ձեզի մի մարդ պիտի պատահի, որի ուսի վրա սափոր ունի, նրա ետևից գնացեք, ուր ինքը կմտնե, այն տունը որ կմտնե, այն տանտիրոջն ասեք, վարդապետը ասում է, ուր է իմ օթևանս, որ աշակերտներուս հետ զատիկը պիտի ուտենք։ Նա ձեզ հարդարված մի վերնատուն պիտի ցույց տա եւ այնտեղ պատրաստեցեք։ Գացին եւ գտան ինչպես ասավ, զատիկն էլ պատրաստեցին»։ Մենք լավ գիտենք, սիրելի Աստծո ժողովուրդ, որ հրեա ազգը այն ազատագրմանից հետո, որ Եգիպտոսից Աստված ազատագրեց, այդ օրվանից իրանք ամեն տարի զատիկը տոնում էին։ Եվ բացառված չէ, որ Հիսուսն էլ փոքրուց այդ ընտանիքի մեջ այդ զատիկը էլի ամեն տարի տոնում էին։ Եվ սովորության համաձայն Հիսուսն էլ վերջի անգամ իր աշակերտների հետ էր եւ անպայման ուզում էր այդ զատիկի սեղանից օգտվել։ Եվ ինքը երկու աշակերտների ուղարկեց, ասավ գնացեք եւ պատրաստեցեք մեր զատիկը, որ միասին պետք է ուտենք։ Երբ որ ժամը հասավ, սեղան նստան 12 առաքյալների հետ ասելով. փափագեցա, որ այս զատիկը ձեզի հետ ուտեմ իմ չարչարվելուց առաջ։ Երբ որ ժամը հասավ, ես հավատում եմ ամեն բան ծրագրված էր Աստծո կողմից, այդ ժամը հասավ եւ ինքը ասում է փափագեցա, որ այս վերջի զատիկն ուտեմ իմ չարչարվելուց առաջ։ Եվ ինքը լավ գիտեր ինչ չարչարանք է սպասում իրանը եւ ինքը փափագում էր այդ վերջի անգամ աշակերտների հետ զատիկը ուտել։ Քանի որ ասում եմ ձեզ, թե բնավ ասկե պիտի չուտեմ, մինչև Աստծո թագավորության մեջ կատարվի։ Եվ գավաթն առավ, գոհացավ եւ ասավ. «Առեք ասիկա բաժնեցեք ձեր մեջ, քանի որ ասում եմ ձեզ, թե բնավ որդի բերքից պիտի չխմեմ, մինչև Աստծո թագավորության մեջ կատարվի»։ Էդի սովորական զատիկն են ուտում եւ նույնիսկ Մատթեոս ավետարանի մեջ գրված է. դրանից հետո հացկերույթը չպրծած Հիսուսն հացն առավ, գոհացավ, կտրեց, տվավ անոնց եւ ասավ. այս է իմ մարմինս, որ ձեզի համար տրված է, ասիկա արեք ինձ հիշելու համար։ Նույնպես գավաթն առավ ընթրիքից հետո եւ ասավ. այս գավաթը նոր ուխտ է իմ արյունովս, որ ձեզ համար պիտի թափվի։ Օրհնյալը մեր Տիրոջ անունը, զատիկը ուտելուց հետո ինքը վերցրեց հացը, օրնեց, ասավ սա իմ մարմինս է, եւ վերցրեց բաժակը, օրնեց, որից հետո ասավ սա իմ արյունն է, որ ձեր համար պետք է թափվի։ Սա նոր ուխտի արյունն է։ Աշակերտների հետ այդ օրը նոր ուխտ կապես Քրիստոսը, փառք մեր Տիրոջը։ Եվ գիտենք ինքը փափագում էր այդ օրվանը եւ իր փափագը կատարվավ։ Եվ նույնիսկ կարդում ենք Կորինթացիս թղթում Պողոս առաքյալը նույնն է բացատրում մի քանի բաներ ավելին։ Ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, թե Տեր Հիսուսն իր մատնված գիշերն հացն առավ, գոհացավ, կտրեց եւ ասեք.
Առեք ու կերեք այս իմ մարմինս, որ ձեզի համար կկտրվի, ասիկար եք ինձ հիշելու համար։ Ոնց որ Տեր Հիսուս իր աշակերտների հետ իր զատիկ է կատարել, նույնը այդ խորհուրդը բացել էր Պողոս առաքյալին։ Մենակ ավելացնում է, վասնզի քանի անգամ որ այս հացը ուտեք եւ գավաթը խմեք, Տիրոջ մահը պիտի պատմեք մինչեւ ինքը գա։ Եթե ոչ ուրիշ ժամանակ քարոզում է Քրիստոսի մահը, առավել եւս հաղորդության ժամանակ մենք պարտավոր ենք Քրիստոսի մահը նորից ներկայացնել, քանի որ Քրիստոսը այդ ուխտը կապելու համար այդ բանը կատարելու մեծ բանը կատարելու համար ինքը նախորոք աշակերտների հետ ուխտ կապեց եւ ինքը ասա Պողոս առաքյալն հիշեցնում ասում է քանի անգամ որ կանեք այդ արարողությունը իմ մահս կպատմեք մինչեւ ես գամ։ Մենք պարտավոր ենք ամեն անգամ Քրիստոսի մահը վերհիշել, որ ինչ չարչարանք, ինչ դժվարություն է քաշե մեր համար։ Ոչ թե ինքը արժանի էր այդ մահին, այլ մեր համար արե սիրելի Աստծո ժողովուրդ։ Պարտավոր ենք այո ամեն անգամ Քրիստոսի մահը վերհիշել։ Եթե ոչ ուրիշ օրերն այո, գոնե հաղորդության ժամանակ։ Ով հավատաս մեր տված լուրին, եւ մենք գիտենք Քրիստոսի մահն ավելի լավ, ոնց որ արտահայտված է Եսայի մարգարության 53-րդ գլխում, եւ Տիրոջ բազուկը որու հայտնվեցավ, քանի որ նրա առջև մատաղատունքի պես ծարավոտ երկրեն ելող արմատի պես բուսավ, նա կերպարանք վայելչություն չուներ, որ նրան նայենք, ոչ էլ մի այնպիսի երևույթ, որ անկյա խորժեինք, նա մարդկանցից անարգվեցավ, երեսե ձգվեցավ, վշտերի տեր ցավերի տեղյակ եղավ, նրանից երես դարձնելու մարդու պես եղավ, անարգվեցավ, բայց նրան չհարգեցինք։ Իրավցնի անիկա մեր ցավերը վերցրեց եւ մեր վիշտերը իր վրա առավ եւ մենք նրան վիրավորված Աստծո զարնված չարիքի հանդիպած համարեցինք։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր անօրության համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս ոչխարներու պես ամեն մեկս իր ճափան դարձավ եւ Տերը մեր անօրությունը նրա վրա դրավ։ Փառք Իրանը։ Նա անիրավություն կրեց, չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ։ Մորթվելու տարվող ոչխարի պես, իր խուզողների առջև մունջ կեցող մաքիի պես, այնպես իր բերանը չբացավ։ Նենգությամբ, դատապարտությամբ վերցվեցավ, նրա ազգատոմը ով պիտի հատնի, քանզի անիկա կենդանի երկրներն կտրվեցավ, անիկա իմ ժողովրդիս հանցանքի համար զարնվեցավ, նրա գերազմանը ամբարիշների հետ դրվեցավ, բայց երբ որ մեռավ, հարուստի հետ եղավ, քանի որ նա անօրություն չգործեց եւ նրա բերնի մեջ նենգություն չգտնվեցավ, բայց Տերը հաջեցավ, որ նա ճզմվի, տագնապի հանդիպի, երբ իր անձը մեղքի համար ողջակեզ անե, անիկա սերուն պիտի տեսնե եւ իր օրերը պիտի երկնցնե, եւ Տիրոջ կամքը նրա ձեռքով պիտի հաջողվի։ Իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա իմ արդար ծառաս, իր գիտությունով շատերը պիտի արդարացնե, քանզի նրանց անօրությունը ինքը պիտի կրե, նրա համար մեծերի հետ բաժին պիտի տամ նրան եւ հզորների հետ ավարեն ինքը բաժին պիտի առնե, քանի որ իր անձը մահվան մատնեց, հանցավորների հետ սեփվեցավ, շատերի մեղքերը վերցրեց, հանցավորների համար միջնորդություն արավ, ամեն։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը, որ այդ տառապանքը քաշել է մեր համար։ Նույնիսկ մենք կարդում ենք Ղուկաս ավետարանի 23-րդ գլխում, գրված է, երբ որ ինքը մահանում էր, խաչի վրա չարչարվում էր, ժողովուրդը կանգնած նայում էին նրա դեմքին։ Գրված է իշխանավորներն էլ նրանք չարախոսում են Հիսուսի վրայով,
Զինվորներն էլ ծաղր էին անում, բայց ինքը մեր համար կյանքը տվեց, օրհնյալ լինի նրա սուրբ անունը, փառք մեր Տիրոջը, թող Աստծո անունը փառավորի, սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք մի հատ գոհանանք Աստծուց, ասենք շնորհակալ ենք այդ չարչարանքի համար, կենդանի եւ զորեղ Աստված, Բարձյալի որդի Հիսուս Քրիստոս, դու երեք այսօր եւ հավիտյան նույնն ես, արարիչ Աստված, շնորհակալ ենք այդ մեծ չարչարանքի համար, այդ տառապանքի համար, որ դու մեր համար կլեր ես, կենդանի Աստված, դու որ մենք ամեն մեկս քո անունը բարձր պահենք, կենդանի Հայր, այդ ամեն չարչարանքները մեր համար էր, կենդանի Հայր, գոհ ենք քեզանից Տեր, օրհնում ենք քո բարձյալ անունը, կենդանի Հայր, օծյալ հավիտենական Աստված, ճշմարիտ եւ փառավոր Տեր, փառք քեզ, անունդ փառավորվի, մեծարվես, օրհնվես եւ պաշտվես, ամեն, ամեն, փառք Իրանը։ Ես ուզում եմ Աստծո տեսանկյունից նայել նրա թափած արյան եւ մարմնի համար ինչ գնահատական է տալիս Աստված։ Հովանու ավետարանի 6-րդ գլխի 48 համարից եմ կարդում. Ես եմ կենացածը, ձեր հայրերը անապատի մեջ մանանան կերան ու մեռան, այս է այն հացը, որ երկնքեն կիշնի, որպեսզի եթե մեկ ասկե ուտե պիտի չմեռնի, ես եմ կենդանի հացը, որ երկնքեն իջա, եթե մեկ այս հացեն ուտե, հավիտյան պիտի ապրի, այն հացը, որ ես պիտի տամ, իմ մարմինս է, որ պիտի տամ աշխարհի կյանքի համար։ Սրա համար հրեաներն իրար հետ կվիճեին եւ կասեին, ինչպես կարող է նա իր մարմինը մեզի տա ուտելու։ Հիսուսն էլ ասեց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե որդու մարդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենար։ Ով որ իմ մարմինս ուտի արյունս խմե, հավիտենական կյանք պիտի ունենա եւ ես նրան հարություն առնել պիտի տամ վերջի օրը։ Քանի որ իմ մարմինս ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունս ճշմարիտ ըմպելիք է։ Նա որ իմ մարմինս կուտե եւ արյունս խմե, անիկա իմ ներսիդից կբնակվի եւ ես նրա ներսիդին։ Ինչպես կենդանի հայրը ինձ ղրկեց, ես կենդանի եմ հոր ձեռքով, այնպես էլ նա որ ինձ կուտե, ինքն էլ իմ ձեռքովս կենդանի կմնա։ Փառք Իրանը։ Այս է այն հացը, որ երկնքեն իջած է, ոչ թե մանանան, որ ձեր հայրերը կերան ու մեռան, ով որ այս հաց ուտե, հավիտյան պիտի ապրի, ամեն։ Տեսնում ենք, որ Քրիստոսի արյան մարմնի մեջ մեծ զորություն կա, մեծ օրհնություն կա։ Նա գրված է, ով որ ուտի պիտի չմեռնի։ Սա մեկ։ Հետո գրված է, ով որ ուտի հավիտյան պիտի ապրի։ Եվ գրված է, որից հետո ով որ ուտի, ես նրան վերջի օրը հարություն պիտի տամ։ Փառք Իրանը։ Իմ մարմինս ճշմարիտ, ով մարմինս կուտե, իմ արյունս կխմե, անիկա իմ ներսիդից կբնակի եւ ես նրա ներսիդին։ Մեծ խոստումներ կա իր արյան եւ մարմնի մեջ։ Եվ այսօր Աստված ուզում է, որ իր սուրբ մարմինը եւ արյանը մասնակից լինենք։ Փառք Իրանը։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Ով է ուրախ, որ այսօր Քրիստոսի արյան եւ մարմնի հետ պիտի հաղորդակցվի։ Փառք Իրանը։ Եվ Աստված մեծ գնահատական է տալիս սրա որդու արյան եւ մարմնին։ Փառք Իրանը։ Թող Աստծո անունը փառավորվի, սիրելի Աստծո զավակներ։ Եվ քանի որ մեծ խոստումներ կա, դրա համար Աստված միաժամանակ մեզ զգուշացնում է, սիրելի ժողովուրդ։ Քանի անգամ այս հաց ուտեք, այս գավաթը խմեք, Տիրոջ մահը պիտի պատմեք մինչև ինքը գա։ Ուստի ով որ այս հաց ուտե կամ Տիրոջ գավաթը խմե անարժանաբար, պարտական պիտի լա Տիրոջ մարմնին եւ արյանը։ Ուրեմն թող մարդը իր անձը փորձե, այնպես այն հացեն ուտե եւ այն գավաթեն խմե։ Նա որ անարժանաբար կուտե ու խմե, իր անձի դատապարտությունը կուտե ու խմե, քանի որ Տիրոջ մարմնի իմաստը չի որոշեր։
Դրա համար Աստված ասում է ձեր մեջ շատ հիվանդներ եւ ցավագերներ կան եւ շատերն էլ կնանջեն։ Եթե մենք մեզ դատելու ենք, աշխարհի հետ չենք դատապարտվի։ Ես հավատում եմ, ստեղ եկել են այն ժողովուրդը, որոնք Քրիստոսի արյունով մաքրված սրբված են, որոնք մեղքից հեռու ապրող մարդիկ են, բայց պատահում է ժամանակ, որ մարդը աչքով, մտքով, ինչ որ հաղորդակցության միջոցով ինչ որ մեղք է գործում, չհասկանալով նույնիսկ։ Դրա համար ես կուզեի, որ մի աղոտ բերենք Աստծո առաջ, խնդրենք Աստված, որ ների, որպեսզի համարձակ մոտենանք Տիրոջ զոհեղ սեղանին։